Մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ գաղութեմ որ այս բահը որ մեզի համար թանկագին է հadouk բահը լա բոլորիս համար թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա եւ լա որ ամեն անգամ որ Աստծո խոսքը մեր ցերկին կսերդենք կմեկնենք հասկանանք այն ճշմարտությունները որ Տերը հայտնած է բարձ է հայտնված ճշմարտությունները հասկանալու աշխատենք ուրեմն պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցոց 4-րդ գլուխին 13-րդ համարեն պիտի շարունակենք որ արաքյալը գսե քանզի եթե կհավատանք թե Հիսուս մեռավ ու հարություն արավ նույնպես ալ Աստված ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ Ուրեմն այս ուղղությամբ բավական խոսեցանք Հիսուսով, այսինքն անոնք որոնք Հիսուսի մեջ են, Հիսուսի մեջ գաբրին եւ երբ այս աշխարհի մեջ Հիսուսի մեջ ըլլալով գաբրին աչքերնին երբ կփակեն Հիսուսի մեջ կփակեն Հիսուսով ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ Պողոս արաքյալ այս նյութը կշոշափե կամ կխոսե այս նյութին շուրջ առաջին Կորինթացոց 15-ին 35-րդ համարեն ուզեմ գարտալ այդ տեղերը հարության մասին կխոսի ուրեմն միշտ հարցուցած են որ ինչպես կլա մերելը հարություն գարնե Ինչպես հարություն գարնե եւ Պողոս արաքյալ կպատասխանե առաջին Կորինթացոց 15-րդ գլուխի մեջ պիտի գարտամ ցեզի 35-43 համարները Ինչպես այն ադեն այսօր ալ շատեր կհարցնեն եւ Պողոս արաքյալ կպատասխանե գսե բայց պիտի ասե մեկը թե ինչպես մերելները հարություն գարնեն կամ թե ինչ մարմինով գուքան անմիտ Անիգա զոր տուն գսերմանես, եթե չմերնի, չգենթանանար։ Ուզայն որ գսերմանես, ոչ թե այն մարմինը, որ պիտի փուսնի գսերմանես, հաբա մերկ հատմը, թե ծորենը լա, եւ թե ուրիշ մեկ սերմի, ու ասված անոր մարմին գուդա ինչպես գուզե։ Եվ ամեն մեկ մարմին իր հadouk մարմինը։ Ամեն մարմին մեկ մարմին չէ։ Հաբամարտոց մարմինը ուրիշ է եւ անասուններուն մարմինը ուրիշ է ծուգերունն ալ ուրիշ է եւ թրջուներունը ուրիշ երկնավոր մարմիններ ալ կան երկրավոր մարմիններ ալ կան բայց երկնավորներուն փառքը ուրիշ է ու երկրավորներունը ուրիշ է արևուն փառքը ուրիշ է ու լուսինին փառքը ուրիշ է եւ աստղերուն փառքը ուրիշ է ու մեկ աստղը մյուս աստղեն դարբեր է փառքով Եվ շարունակելով գսե, այսպես է մերելներուն հարություննալ, մարմինը աբագանությունով գսերմանվի ու անաբագանությունով հարություն գարնե, անոր գսե անկտությունով գսերմանվի, անարգությունով գսերմանվի և դգարությունով գսերմանվի ու զորությունով հարություն գարնե։ Մերած պանը գգենտանանա Արաքյալը փուսական աշխարհեն օրինակներ ներկայացնելով կպատասխանե այո գգենտանանա Հուտմը անգարելի է որ աճի ու բդղապերե եթե առաջ հողի մեջ չտաղվի այսինքն չմեռնի Անիգա զոր տուն գսերմանես եթե չմեռնի չգենտանանար գսե վերոշյալ հատվածի մեջ, քիչ առաջվա գարտացված հատվածի մեջ, 36-րդ համար։ Իսկ 37-ն 38 համարներում մեջ ցանված հունդին գրած փոփոխության վրայով գխոսի։ Գսե, երբ գցանես, ցանածը չէ որ գփուսնի։ Ցանածը կմեռնի եւ գսե, ասված անոր մարմին գուդա ինչպես գուզե։ Ասված մեզի parավորյալ մարմին դալու համար հին մարմինին նյութերուն եւ հյութերուն գարիքը չունի։ Փառք կուտանք մեր հրաշալի փրկիչին համար, որ
մենք ալ պիտի հարություն առնենք եւ անոր հետ պիտի լանք հավիտյան ինչ երանելի է հավատացյալը գարտանք 14-ին 16 համարները վասնզի զայս գզրուցենք ցեզի դերոջը խոսքովը թե մենք որ մինչև դերոջը գալուստու ողջ կմնանք բնավ ննչեցյալներեն առաջ պիտի չանցնենք վասնզի դերը ինք աստարարության հրամանով հրեշտակաբեդին ցայնովը ու աստուծո փողովը երկինքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն յետքը մենք ալ որ ողջ մնացած ենք անոցմով մեկտեղ պիտի հապշտակվենք ամբերով դերոջը արչև ելլելու օթին մեջ եւ այնպես հավիտյան դերոջը պիտի ըլլանք այս հատվածի մեջ արաքյալը հստակ գնե որ ննչող հավատացյալները ողջ հավատացյալներեն առաջ վեր պիտի առնվին գսե դերոջը խոսքովը երբ դերը այս մասին խոսեցավ որ արաքյալը գսե դերոջը խոսքովը ցեզի գզրուցենք երկու հավանական հիմքեր կարելի է ունենալ առաջինը միգուցե Հովհաննես Ավետարանին 14-րդ գլուխի մեջ 3-4 համարներու մեջ ըսված խոսքերը ըլլան որ հոն գսե դերը եւ եթե երթամ ու ցեզ դեր պատրաստեմ նորեն գուքամ ու ցեզ կովս գարնեմ որբեսի ուր ես եմ դուգալ հոն ըլլակ եւ ուր ես կերտամ գիտեք ու ջամփանալ գիտեք երկրորդ հավանական այս համարին առնչությամբ ուրեմն գսե եւ գամ իր ըստացած հայտնություններուն միջոցով եղած խոսքերը որը Բողոս գսե եւ շատ դեղեր գսե որ ինք աստուծմե հայտնություններ ըստացած է չմոռնանք որ Բողոս արաքյալ հadouk հայտնություններ ըստացած էր ինչ որ մյուս արաքյալներ ըստացած չէին երբ ան 3 տարի արաբյո մեջ առանցին էր քաղաքացված նամակի մեջ գիհիշե առաջին գլուխ 15-18 գսե բայց երբ ուզեց ասված որ որոշեց զիս իմ մորս որովայնեն եւ իր շնորհքով զիս կանչեց ինձ իր որդին հայտնել որբեսի զանիգա հետանոստերու մեջ կարոզեմ մեգենի մեկ բամը չիմացուցի մարմինին ու արյունին ոչ ալ Երուսաղեմ ելա ինձ մե առաջ արաքյալ եղողներունքով հաբա արաբիա քացի ու նորեն Դամասկոս դարձա յետքը 3 տարիեն յետև Երուսաղեմ ելա Պետրոսը տեսնելու եւ 15 օր անորքով գեցա ուրեմն հավանաբար արաքյալը հայտնություն մստացած է որովհետև շատ տեղերով մեջ կարդանք զորօրինակ հաղորդության խորհուրդը ու ագիդերոճմեն ստացավ եկեղեցին խորհուրդը Եփեսացիս 5:32 ու ագիդերոճմեն ստացավ հապշտակության խորհուրդը հապշտակությունը ուրիշ բարերովալ գարդահայդե արաքյալը այդ բարը փոխվիլ բարն է փոխվիլ ասիգա գարտանք առաջին Կորինթացոց 15-րդ գլուխի մեջ 51-53 որ արաքյալը հոն գսե ահա ցեզի խորհուրդ մը գզուրուցեմ ամենս պիտի չննչենք բայց ամենս ալ պիտի փոխվենք երբ հանգարձակի աչքոցել բանալու մեջ վերջին փողին հնազանդելու հնչվելու ադենը որովհետև փողը պիտի հնչվի ու մերելներ հարություն պիտի առնեն առանց աբականության եւ մենք ալ պիտի փոխվենք հոս փոխվիլ գսե Թեսաղոնիկե մեջ պիտի հապշտակվենք գսե արաքյալը մեր գարտացած հատվածի մեջ դերը ինք պիտի իջնե գսե ինչպես երբ հրամանը լսվի հրեշտակաբեդը աստարարե աստուծո փողովը այսինքն այն մեծ ու փառավոր ցայնը որ գագնարգե անոր փառավորության եւ զորության այդ բանուն այնպեսի զգայացած մտնոլորտ մը պիտի դիրե որուն նմանը պատմության մեջ եղած չէ դերը անցամբ պիտի
թիմավորե բոլոր իրենները, թե ննչողներ եւ թե ողջեր։ Ճշմարիտ հավատացյալը այդ օրվան կսպասե։ Անոր սիրտը գարչած է իր փրկին։ Ան իր ողջ եղածադեն Քրիստոսի հետ ըլլալու հույսով գաբրեր, հափշտակության սպասելով, իսկ եթե մեռնի, հարության հույսով կննչե, մինչև Աստուծո փողին ցայնը լսե։ Ըստ առաքյալին, այս փառավոր հանդիպումը Քրիստոսի եւ եկեղեցի միջև դեղի պիտի ունենա օդին մեջ։ Առաքյալը ննչեցյալներուն հարութենեն ետքը ողջ մնացող հավատացյալներուն երկինք փոխադրվելը հափշտակություն փարով գարդայդե, որ գմղե մեզ խորհելու այս ուղությամբ։ Հայերեն հափշտակություն հունարեն բնակերին արփագի բարին թարգմանությունն է։ Արփագի կնշանակե բռնի ուժով արագորեն խլել։ Ինչու համար դերը բռնի ուժով արագորեն ողջ մնացող հավատացյալները պիտի խլե, հափշտակե, եւ որու ցերքեն պիտի խլե, եւ ինչու արագորեն հանգարձակի աճ կոծել բանալու մեջ։ Հափշտակության նյութը հինեն իվեր աստվածապաններու միջև տարագարձություններ ստեղծած են։ Անիմաստ կնկատեմ դասնյակ ժամեր նույնիսկ խոսելու այս ուղղությամբ։ Եկեղեցվայրերեն սկսյալ մինչև այսօր դիրող դարբեր քաղաքարները հափշտակության առնչությամբ ժամեր խոսիլը անիմաստ է։ Բոլորն ալ գահավադան հափշտակության, սակայն երբ դեղի պիտի ունենա, այս ուղղությամբ դարբեր քաղաքարներ եղած են ու կան։ Բոլոր քաղաքարներն ալ հարգելի են ու վիճելու գարիքը չկա։ Հափշտակության վարդապետությունը թե երբ դեղի պիտի ունենա, մեր հոգին փրկության հետ ընելիք չունի։ Այսինքն, երբ մեկը կհավատա, որ հափշտակությունը մեծ նեղութենեն առաջ պիտի լա, ու ինք ուղիղ սիրտով դերոջ հետ կգալե, ըսկաստե իմաստուն գույսերու նման իր փրկիչը կսպասե, հիմարությունը այդպեսին մոլորած է գոչելը։ Իսկ ուրիշը կհավատա, որ հափշտակությունը մեծ նեղության վաղճանին վերջավորության դեղի պիտի ունենա, միևնույն ադեն այսպես հավատացողը հեզությամբ եւ հավատարմությամբ դերոջ հետ կգալե, իր սրտին քանցը Քրիստոս է, դարձյալ հիմարությունը այդպեսի մոլորած է գոչելը։ Անոնք, որ այսպեսի թիրքորոշում ունին, իրականության մեջ հոգևոր դգիտության մեջ կգտնվին։ Ինչպես նախապես ըսի, երբ առաջին գլուխին 10-րդ համարներուն մեկնությունը սերդողությունը կգադարեին, կարևորը ասվածալ այդ կագնգալե, կարևորը արթուն եւ սկաց քրիստոնեական կյանքը ապրիլն է ու ոչ թե շիդակ գիտություն ունենալն է։ Ինչ օգուտ, երբ մեկը շիդակ գիտություն ունի հափշտակության մասին եւ միևնույն ադեն եսին քերին դարձած է։ Հբարդ է, Քրիստոսի սերը զգալիորեն բացած է սրդի մեջ եւ ոչ Քրիստոսավայել վարմունք կցուցաբերեն։ Քուտսված բանը չունի իր մեջ եւ Գաբրի անցնագետրոն յակմը այսպեսի մեկը ինքսինք կխապե եւ կմխիթարե խորելով թե հափշտակության մասին ունեցած գիտությունը շիդակ է։ Իմաստ չունի։ Եվ եթե մեկը կհավատա, որ հափշտակությունը մեծ նեղության վերջավորության պիտի լա եւ սակայն առաջ տեղի պիտի ունենա, ճիշտ այդ է, դերը զայն պիտի չհափշտակե, երբ անոր սիրտը ուղիղ է, հեզությամբ դերոջ հետ կգալե։ Փառք դերոջ, որ սիրտերը քիծող, քնող ասված մեր նման չխորիր։ Մեր նման չխորիր։ Եվ այսօր համար փառք ուտանք։ Կարևորը սիրելներ պատրաստ լանք եւ հարցումը քեզի գուզեմ ուղել։ Պատրաստ ես, երբ Հիսուս վերադառնա։ Հափշտակության մասին ունեցած գիտությունը շիդակ է կամ սխալ է, ադիգա չէ։ Թուն պատրաստ ես, սիրտդ ուղիղ է Աստուծո առջև, հեզես ասված հեզերուն շնորհք կնե, հբարտներուն հագարակ կգնա։ Այնպես որ գետրոնանանք կարևոր գեդերուն վրա։ Ուստի կարևորը
իմաստուն գույսերու նման արթուն եւ սկազտ ըլլալն է դերագամի քալ ուրբաթ պիտի շարունակենք անոր խաղաղությունը եւ շնորհքը ծեր բոլորին հետ լա